5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Բարի հանդիպում, սիրելի բարեկամ։ Այսօր պլուպուղին խոստումների և խրախուսանքի լեզվով է հերթական դասն ուսուցանելու։ Երբեմն հյուր եկած ғարիբ մարդուն տեղ հասցնողը ոչ թե չորքոտանի ձին է, այլ հյուրասիրության ջերմությունը սեղանի շուրջ կիսած հացի շնորհակալության ուժը, լսած իմաստալից խոսքն ու զրույցը, որոնք անպայման կարճելու են ғարիբի ճանապարհը և թեթևացնելու նրա ուղեբեռը։ Իսկ երբ մեղրից քաղցր քունը մոռացնել է տալիս պարտականությունը, խրախուսանքը դառնում է արթնացնող զանգ։ Այսօրվա զրույցներով կտեսնենք, որ խոստումը արժեք է, երբ այն չափի գիտակցություն ունի, իմաստնության խորհուրդ ունի, իսկ պարգևը պատասխանատվության լիցք է և սերմանում է աշխատասիրություն։ Պլուպուղու անուշաբարբար զրույցներն արդեն դարձել են մեր կենցաղը գույն բերող, մեր մտքին ուժ տվող ու մեր հոգուն խաղաղություն պարգևող երաժշտություն։ Այսօր տեսնենք, թե ինչպես հյուրին ճանապարհենք մտքի ձիերով և երեխային արթնացնենք լավի հույսով։ Շուպարինգի թաթախ օրար, դիբիրգյունաչախ, բուղը ապան նստավար պիլուլ, սար քարին, հյունի կերմույն մահակներ կողքեն տիրած, մտքեն դոնար են գատ, երկու ғարիբ մարդ անցին կենում, տսնում բուղը ապուն քաղաքավարի ասում։ Բարիգին բուղի ապա հունցըկ, լավն կմատա խամոչինի հրցնել է, դուք հունցըկ, շտեղը կինում։ Քենքարի տակի շեն անենք կամ դիվիրեր կանենք կամ ասում են էդկարի մարդիկ։ Միներկու պեները հարցնու բուղի ապանդանա, ետը համոզում դանց, վերուրանց տանը մնան։ Կասինք, խոսինք, շերը կլսոսնենք, էքսել մարդամի յորղաց երկնենք, թե հղեն շարունակիք։ Թե գարիբին հտ է, բուղու ապու համեցիքը ստծու գարկածն հացն ոտում ու մինչև քշել բուղու ապու ծիրիցնեն սկանում լիանում։ Ձեկ վեր ձեկ մապուղը ապում պարավը են այնում արդեն զոպրանք ցած կուրկուտ են ғվանը թուրնան տուսկալած։ Բարև բարելուսը մինիմին տամ, երկու ստական թթո արախ կոլտամ, թեր խայստուեն էլ կխեն կոլտամ, վերկյամը հղեն իրի վաղթը պուղին տուսակյամ դրբզան վեր հղը կցի։ Ես գարիբներան ջահիլը բուղու ապուն հրցնում են, բայրգյոն է ծիու անունը ստվալ հորըտ։ Բուղի ապան ասում է, են թութեն արաղը ծիենը, վերգիդլական չք, տահուն ստուկ ենքան հղեն կտրեցեք ու տեղ խսեք, ասում անը աշտամ թութեն երաղ են բոթուլը։ Տաթև եկ մինն էլ պատմինք։ Արևը նիա մտնում, օթաղը լուսավ լծում, բայց հալապողոսիկը յուրղան են տակյա խրպիշ է անում։ Հուվա գիտում ինչած իրայզումը տսնում, մորի ակաղում իրան սրտը թխտրած ղշտիգյանը հտե, թա հինչ։ Ողոշ ծավը տանին վոլա ժուրտնած կյարն է կուտրվեց են։ Քեզն ծելտամ հանք պիտի տանիս արդեն երորդոնումնը պուղի ապան ծելտամ։ Ողոշիկը կլոքը շորատամ, մինգելեմին անգյունին խրմփշանի։ Ես կերները համակկամն ու մկկամ, պուղը ապան տսնում ավեր թերը չկա, գնդիատամ պողոսիկին, պողոսիկը տղան լոքատամ, սկսում թրխնին կենալը։ Եշումա պողոսիկին կնը թաթալ տենքին ու ասում։ Մեր հարևան է տղա Սիմոնը 100 ման է թակթալ, ինչա լոքճան շուտա ես կացալ։ Խոխեք, պլուպուղու սորվա զրույցները հինչ խնձորներ ա լծրալ ծեր գյուրգը, այսինքն հինչ ա ոզում ասե տրանավ։
ձեր պատմած զրույցներան դուք ինչը ճոկալ, ինչը հասկացա։ Ես զրույցներ անհա ճոկալում վեր պիտի նամուս ավինիս ու խոսք տվածըտ կատարիս։ Ինձ էտ ելնայ ատաշվեր տված խոսքը տապայմա պիտի գործավ ետաս։ Խոսք տալու պահին պիտի հիշինք վեր խոսքը մուրհակա, վերը միշտ վերադարձում է գործավ։ Իսկ քարին տակ գյուղի մասին, այո, շատերը գիտեն, բայց նաև շատերը դեռ պիտի իմանան։ Հերոսական գյուղեր, հերոսական ժողովրդով։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին քարին տակ անունը խորհրդանիշ է դարձել դիմակայության, արիության ու ոգեղեն կամքի։ Շուշիի շուկն ու փառքը բոլորին են ճանաչ, բայց Շուշիի ազատագրումը եւ Արցախյան գոյամարտի բեկումը հնարավոր եղավ հենց քարինտակցիների դիմադրության ու Շուշիի ձերբերը հաղթական հակագրոհով անառիկ պահելու կամքով։ Քարինտակը Շուշիի շրջանում էր, շրջկենտրոնից 2 կիլոմետր հեռավորության վրա, Կարկար գետի ձախ ափին, անդնդախոր կիրճի Զառիթափ քարաժայռի ստորոտում։ Տարածքում եւ մերձակայքում են գտնվում մեր թվարկությունից առաջ 3-ից առաջին հազարամյակների դամբարանադաշտ հին գյուղատեղի 13-րդ դարի խաչքարերով գերեզմանոց 13-ից 18-րդ դարերի խաչքարեր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Քարեն տակ գյուղի մերձակայքում գտնվում է Ovçi Փիրուն սրբավայրը։ Այն մի հսկա քար է, կողքին բռշներ եւ այլ սրբացած ծառեր։ Այնտեղ ուխտի էին գնում հատկապես կիրակի օրերին եւ հիմնականում կանայք։ Գյուղի մերձակայքում կան քարայրեր, որոնցից մեկն էլ կոչվում է Ամարատների կարան։ Գյուղի հյուսիսային կողմում բարձրաբերձ Ավանա քրծ կոչվող ժայռի մեջ է գտնվում Ավանա կարան քարանձավը, որի ծայրը հասնում է մինչև Շուշիի տակը։ Խորքում կա ջուր։ Ըստ ավանդության ժամանակին այստեղ է բնակվել Վարանդայի գլխավոր հրամանատար Ավան Յուզբաշին, որի անունով էլ կոչվել է եւ քարանձավը եւ ժայռը։ Արցախում մեծ համբավ ուներ քարին տակ գյուղում արտադրված կիրը, որ հիմնականում վաճառվում էր Շուշի քաղաքում։ Քարին տակ գյուղում հիմնականում խոսում էին Ղարաբաղի բուն բարբառով։ Ավակ սերնդի ներկայացուցիչները, որոնց նախնիները տեղափոխվել էին Հադրութի շրջանից, պահպանել էին Հադրութի ենթաբարբառի որոշ առանձնահատկություններ, սյով ներկան կազմելու խոսքը։ Արցախի յուրաքանչյուր գյուղ իր ձերբերին ու խութերին պահում է երկրամասի հերոսական պատմությունը, որի էջերը մի օր վերստին կդառնան փառքի վերհիշումի էջեր։ Պուլուպուղու ձայնն այսօր մեր անլռելի զանգակատունն է։ Պենտ կացեք, տեմպ կացեք։